Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Դավթյանը, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Օրակարգում քաղաքացիության տրամադրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, գործող իրավակարգավորումների կատարելագործմանը եւ ոլորտում առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցերն էին։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը, կարևորելով քաղաքացիություն ստացող անձի եւ Հայաստանի Հանրապետության միջև կայուն իրավական կապի ապահովումը։ Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման եւ դադարեցման ընթացակարգերը եւ դրա տրամաբանության մեջ դնում ենք պետություն քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։ Այսինքն ինչի շուրջ որ կառուցենք մնացյալ բոլոր լուծումները, առանցքը մեր ընդհանուր ընկալման դա է, որ պետություն քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պիտի ունենանք։ Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու եւ հարակից գործընթացների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկներ։ Քննարկվել են իրավական պահանջների եւ գործող մեխանիզմների բարելավման հնարավորությունները, ինչպես նաեւ ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը միտված լուծումները, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը Հայաստանի Հանրապետության իրավական եւ գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով։ Ներքին գործերի նախարարը հանձնարարել է քննարկման արդյունքներով փաթեթը բերել վերջնական տեսքի եւ ներկայացնել հանրային քննարկման։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում իրացման նպատակով տեղադրում է թմրամիջոց։ Հետագա միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 18-ին ժամը 19:30-ի սահմաններում նոր Երզնկա-տանող ճանապարհին թմրամիջոց տեղադրելու պահին երիտասարդը ձերբակալվեց եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման վայրում կատարված զննությամբ հայտնաբերվեց արդեն տեղադրված 9 փաթեթ մոտ 30 գրամ ընդհանուր քաշով։ Դատարանի որոշմամբ երիտասարդի վարած մեքենայում կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով 113 փաթեթ մոտ 200 գրամ ընդհանուր քաշով, նաև մոխրացած հետքերով կաթուցիչ 1.5 միլիոն դրամ եւ ատրճանակ, որն ըստ երիտասարդի գազային է։ Էջմիածինցի 27-ամյա երիտասարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ոստիկանության ծառայության կազմակերպումներ։ Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում եւ հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն, ներգրավելով ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլ իրականացնել նաև շրջիկ ծառայություն։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման եւ անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։ Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը, ընդգծելով ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։ Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտաշարի վարչական տարածքում իրականացնում է ապօրինի արդյունահանում։ Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, մասնավորապես չունենալով պայմանագիր, ընկերությունը գյուղատնտեսական նշանակության տարածքում արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ, այն տեղափոխում է Ջրարպի գյուղում գործող լվացման կայան եւ մշակումից հետո իրացնում։ Օգոստոսի 20-ին քրեական ոստիկանները հիշյալ տարածքից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել արդեն բարձված կամ բարձվելու սպասող բեռնատարներ եւ բեռնող տեխնիկա։ Ըստ նախնական տվյալների համայնքի օրինական շահերին պատճառվել է մոտ 1.5 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է Safe-U առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով Safe-U-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։